Անցնող շաբաթին չէր կատարվում Վանաձորյան օրերում, ինչ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք էին առավել հրատապ խնդիրներն ու քաղաքապետարանի արձագանքը Վանաձորյան օրերը կներկայացնի հենց հիմա։ Բարև ձեզ։ Այս անգամ աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման սահմաքրման միամսյակն էր, ճանապարհների փոսային նորոգումներն ու հրատապ այլ խնդիրներ։ Տեսանյութն է պատմում։ Սանիտարական մաքրման միամսյակը սկսված է։ Շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքների մասին Վանաձորի քաղաքապետը հանձնարարականներ է տալիս։ Վարորդների աչքն էլ լույս, ճանապարհների փոսային նորոգումներն արդեն սկսվում են։ Ավարտվել է շուրջ 75 միլիոն դրամի շրջանակներում քաղաքի փողոցների փոսային նորոգումների աշխատանքների գնման մրցույթը։ Հաղթող կազմակերպությունները հայտնի են, փոսային նորոգումներն այս շաբաթ սկսվելու են։ Ջրատար խողովակների անցկացման եւ վթարավերականգնողական աշխատանքների համար Լոռի ջրմուղ-կոյուղու հետ պայմանագիր ունեցող Դարոժնիկ ընկերության աշխատանքներից դժգոհ քաղաքապետը զրուցել է ընկերության ղեկավարության հետ։ Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցությունն այս եւ այլ թեմաների մասին էր։ Դարոժնիկը հապճեպ կսկսի նաեւ աշխատանքների ընթացքում վնասված փողոցների վերականգնման աշխատանքները, որտեղ ասֆալտ է եղել, կրկին կասֆալտապատեն, որտեղ գրունտ կբերվի նախնական տեսքին։ Վանաձորի քաղաքապետարանը պատրաստվում է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը Տիգրան Մեծի պողոտայի Նժդեհի Խաչմերուկից մինչև Թումանյան հրապարակ ընկած հատվածի ասֆալտապատման, քաղաքի կամուրջների եւ էստակադաների վերանորոգման եւ 84-րդ կարգի վթարային շենքերի ամրացման խնդիրների լուծման նպատակով պետական աջակցություն ստանալու համար։ Կառավարությունը նաեւ գումար է հատկացնելու նոր լուսավորներ, ճանապարհային նշաններ տեղադրելու համար։ Մենք 14 միլիոն ենք ծախսում, որը շատ փոքր գումար է, 5 միլիոն նշագծման համար եւ 6 միլիոն լուսավորների եւ նշանների տեղադրման, սպասարկման համար, եւ որի համար հարկավոր է 446 միլիոն դրամ։ Իհարկե մենք այդ գումարը չունենք, չենք էլ կարող երբևէ բյուջեից դնել, բայց շատ շնորհակալ կլինենք, եթե այս աշխատանքները կառավարությունը իր վրա վերցնի եւ եթե այս տարվա մեջ այդ գումարները կառավարությունը այդ աշխատանքները կառավարությունը իր վրա պետք է վերցնի, մենք այստեղ 14 միլիոն դրամ կարող ենք ավելացնել գոնե փոսային նորոգումների վրա։ Յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին քաղաքապետը եւ ավականու անդամները շրջայց կկատարեն քաղաքի տարբեր թաղամասերում եւ կգնահատեն սանիտարական մաքրման վիճակը։ Ոստիկանության համար էլ խիստ անհանգստացնող են անտուն քաղաքացիները, որոնք քնում են փողոցներում եւ ոստիկանությունը չգիտի ինչ անել նրանց հետ։ Քաղաքապետարանի իրավասություններից էլ դուրս է։ Ծերանոցի հարցը անլուծելի վիճակ է։ Այդ ծերանոց տեղավորել է մարդու։ Շտապօգնությունը չի տեղափոխել հիվանդանոց։ Գիտեմ, որ երկու անգամ մենք առաջին դեպքը չէ, բերում ենք ոստիկանությունը մի կաբինետի մեջ նստացնեմ, հաց բերեմ, ջուր տալիս, բայց մնում ենք անելանելի վիճակի մեջ, թե ինչ անենք այդ քաղաքացու հետ, հետագա ընթացքը։ Ոչ թե դժվարանում ենք այդ մի օրվա պահելու, այդ մի օրվա խնդրի հարցը, այլ դժվարանում ենք հետագայի հարցը։ Լավ, իսկ դու պարզել եք այդ մարդուն հարազատներ, մտերիմներ, բարեկամներ։ Էդել ենք պարզել, հարազատներ կան, զանգել ենք հարազատներին, տեղյակ ենք պահել, հրաժարվում են մարդիկ։ Քաղաքացիական կացության ակտերի Վանաձորի տարածքային ստորաբաժանումում գրանցվել է 26 ծնունդ եւ 47 մահ։ Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի տնօրենի հավաստմամբ էլ սուր շնչառական վարակների նվազում է նկատվում։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրության, Վանաձորյան օրեր։ Ինչ գարունը մտել է իր իրավունքների մեջ, ձյունն էլ սկսել է ջրի վերածվել, վանաձորցիները խմելու ջրի փոխարեն էլ հալոցքի ջուր են խմում։ Եթե կենտրոնում ջուրը մաքուր է, ապա ծայրամասերում եւ հատկապես դիմաց թաղամասում եւ Տավրոսում այն հեռու է թափանցիկ լինելուց։ Բնակիչների բողոքներն ու ջրբուղի պարզաբանումը ներկայացնում ենք ձեզ։ Ինչ գարուն է եկել է, խախտվել է ջրամատակարարման ժամանակացույցը, ջրի որակն էլ չի համապատասխանում մաքուր կոչվածի չափանիշներին։ Բնակիչները դժգոհ են որակից ու գույնից, ծորակից ջրի փոխարեն դեղին հեղուկ է գալիս։ Դժգոհում են հատկապես դիմաց եւ Տավրոս թաղամասերի բնակիչները։ Ջրամատակարարման որակից գոհ եք։ Ոչ, կարելի ասել փոփոխություն չկա ջրի մեջ։ Որ թաղամասն է։ Այս թաղամասում առաջիկից Վարդանանց 80։ Կեղտուտը ամբողջ աղբը մեջին։ Որ թաղամասն է, եկա ժամանակավոր։ Դատանդ եմ ինքը։ Ոչինչ, մեր թաղամասում նորմալ է։ Որ թաղամասն։ Մեր Սպանդարյան փողոցը։ Մատակարարումը ոչինչ, բայց կեղտոտ է։ Հենց հիմա այս դրությամբ դե կարող է սարերից հիմա հալվում է դրա պատճառով է, բայց թե առանձնապես ոչինչ։ Ինչքան ժամանակավոր է տեսալ որ թաղամասն։ Դե նոր որ հալոցքը սկսեց նոր։ Հա։ Որ թաղամասն է։
Երևանյան խճուղի, լագեր։ Թե ինչու է ջուրն անորակ եւ որքանով է վտանգավոր խմելու համար ջրմուղի ներկայացուցչի պարզաբանումն ենք լսել։ Լոռի ջրմուղկոյուղու ջրամատակարարման վարչության պետ Կարեն Անտոնյանի խոսքով եղանակային պայմանները նպաստում են հալոցքին, ինչն էլ պատճառ է դառնում, որ սարերից իջնող ջուրը վարարի։ Ամեն տարի էլ հալոցքը խնդիրներ առաջացնում է, սակայն եթե միշտ ապրիլին կամ մայիսին է եղել, այս տարի մարտն էր տաք։ Հալոցքի ջուրն էլ պատճառ հանդիսացավ, որ ջրի գույնը մի քիչ փոխվի, բայց թույլատրելի սահմանը չի անցնում, ասում է։ Մեր որակի հսկման բաժինը ուրեմն անընդհատ զբաղվում այս գործով եւ որոշ թաղամասերում հաճախակի ավելի հաճախակի կատարում ստուգումներ, սանիտարի կողմից նույնպես կատարվում եւ եթե հանկարծ ինչ-որ մի թաղամասում ինչ-որ միտեղ նկատվում է, որ իրոք չնազմի չի հիմա չի եղել այդպես դեպք, բայց անմիջապես տեղեկացվում է եւ համապատասխան միջոցներ ձեռնարկվում։ Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի տնօրենը տեղյակ է խնդրին։ Տեղյակ է նաև թե հատկապես որ տարածքներում է ջրի որակը իջնում։ Ծնհարների հետ կապված այդ պղտորությունը իրոք հարկա է, կա, բայց այնտեղ մենք գիտենք, որ մաքրմանկարանի ջուրը բան ջուր է։ Այդտեղ ուզի թե ջուսի գետի ջուրն է այդտեղ մտնում։ Ուղիղ չի գնում, որոշակի մաքրվում է։ Անտոնյանը վստահեցնում է այս դեպքում ջրամատակարարումը դադարեցվում է։ Եթե ինչ-որ թույլատրելի սահմանը անցնում է, մենք ջրամատակարարումը դադարեցնում ենք որոշ թաղամասերում, որ դա ասենք բնակչին հասնելու օգտագործելու ենթակա չի։ Աշխատանքներ տարվում է, որ հնարավորինս ավելի մաքուր եւ որակով ջուր մատակարարվի։ Դադարեցնելուց հետո ինչ խնդիրը կվերացվի, այդ ընթացքում բնակիչներին մեքենաներով ջուր են մատակարարում։ Քաղաքի կենտրոնը սնվում է Նովոսելցովո ջրատարից, ուստի եւ ջուրն էլ մաքուր է։ Վանաձոր, Խնձորուտ, Դիմաց, հիմնականում այս թաղամասերն են տուժում։ Ամենայն դեպս վստահեցնում են, ջուրը խմելու համար պիտանի է։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Վանաձորյան օրեր։ Սանմաքրման աշխատանքները շարունակվում են, շաբաթներ են անցել, բավականին աշխատանք է կատարվել այն վայրերում, որտեղ անօրինական աղբաթափման հետևանքով հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել։ Վանաձորի քաղաքապետարանը աշխատանքները վերահսկում է, քաղաքապետն ու ավականու անդամներն էլ շրջայցերի արդյունքում ուսումնասիրում են խնդիրները, թե որ տարածքներում եւ ինչ խնդիրներ են առանձնացրել այս անգամ, իմացեք հենց այս պահին։ Վանաձորի սանիտարական մաքրման աշխատանքները շարունակվում են, քաղաքապետը, տեղակալը, համապատասխան բաժինների պետերն ու ավականու անդամները շրջում են թաղամասերում ու վերհանում առավել մեծ խնդիրները։ Աղբահանության ներկա վիճակը, աղբարկղերի տարածքներում ու դրանցից դուրս փողոցներում ու բակերում անօրինական աղբաթափումը քննարկման առարկա են։ Լուծման ուղիներից մի քանիսը ճշտվում են տեղում, մյուսներն էլ հետագա քննարկումները կորոշեն։ Այս անգամ Լազյան, Ղուկասյան, Մոսկովյան, Թումանյան, Հալաբյան։ Օրինակ Հալաբյանի կամրջի հիմքի մոտ իսկական աղբավայր է գոյացել, որն անգամ տեխնիկայով չես մաքրի։ Աղբի մի մասն այստեղ է մնացածը լցվել է գետը։ Իրավիճակը պատկերացնելու համար Դարփինյանը խորհուրդ է տալիս ավականու անդամներին շրջայց կատարել առավոտյան ժամը 9-ից 11 ընկած ժամանակահատվածում, հետևել սանմաքրման աշխատանքներին եւ քաղաքի մաքրությանը, ապա երեկոյան ժամերին նույն տեղերում ականատես լինել բնակիչների կողմից աղտոտված փողոցների անմխիթար վիճակին։ Հանձնաժողովն իրավիճակը ֆիքսում է եւ շարժվում առաջ։ Վերջնակետը տարոն 2 թաղամասն է, փողոցի մի ծայրից մյուսը պոլիէթիլենի տոպրակների ու աղբի կուտակումներ են։ Այս բոլոր աշխատանքները իզուր կլինեն, եթե քաղաքացիները մեր հետ չաշխատեն եւ քաղաքացիները նախատեսված աղբաթափման տեղերում աղբեր չթափեն։ Ես միաժամանակ եւ խնդրում եմ եւ պահանջում մեր քաղաքացիներից, որպեսզի աղբաթափմանը, աղբահանմանը խիստ ուշադրություն դարձնեն եւ մեր քաղաքը մաքուր պահենք, չէ՞ որ Վանաձոր քաղաքը բոլոր վանաձորցիների տունն է։ Միայն քաղաքապետարանի աշխատակիցների եւ ավականիների ու լրագրողների բնակավայրը չէ, այլ բոլոր վանաձորցիների ուստի եւ մենք բոլորով համատեղ պետք է պահենք, պաշտպանենք մեր քաղաքը, չաղտոտենք այն եւ մեր քաղաքի մաքրությունը դա մեր բոլորի սպարտությունն է։ Սամվել Դարփինյանը լուրջ խնդիր է համարում քաղաքի աղտոտումը պոլիէթիլենային տոպրակներով։ Այս խնդիրն էլ կլուծվի, սակայն դրանից հետո աղտոտողների հանդեպ պատժամիջոցներն առավել խիստ են լինելու, ասում է։ Յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի շրջայցերը շարունակվում են նաեւ թերությունների վերհանման եւ դրանց լուծման ճանապարհներ գտնելու աշխատանքները։ Սանիտարական մաքրման աշխատանքները կատարվում են նաեւ խնդրաշատ վայրերում, որտեղ բնակիչների անօրինական աղբաթափման հետևանքները շատ են։ Դրանց հետևում ենք նաեւ մենք։ Հաջորդ թողարկումներում կներկայացնենք նույն վայրերն առանց աղբի։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Վանաձորյան օրեր։ Խնձորուտի երկրորդ փողոցի վատ վիճակի մասին շատ ենք խոսել դեռ անցած տարի։ Հիշեցնենք, որ փողոցի 400 մետր հատվածն ասֆալտապատ չէ։ Այն տարիներ առաջ ծածկվել է բետոնե սալիկներով, որոնք էլ մաշվելու հետևանքով դարձել են փորձանք մեքենաների համար։ Բետոնից դուրս եկած մետաղը ծակում է մեքենաների անիվները, սակայն այս անգամ խնդրի մասին չենք խոսելու։ Խնդիրը ժամանակավոր լուծում է ստացել, թե ինչպիսին է այն, տեսանյութն է պատմում։
Խնձորուտի երկրորդ փողոցի անմխիթար վիճակի մասին խոսել ենք, ներկայացրել իրավիճակն ու բնակիչների բողոքները։ Սա անցած տարվա վերջում էր։ Վազում թաղամասը Խնձորուտին կապող միակ ճանապարհը թե տրանսպորտի, թե հետիոտների համար իսկական ֆորտ բոյար է։ Մերել տանում են։ Մարդիկ թռիչքով են անցնում։ Ոչ թե քայլվածքով։ Թռիչքով են անցնում։ Ուզած էսենց լատեսես ջոլերը։ Ինչ, դիակը բերում են բռնեն։ Մեկը չորովնագալի են մնեն արդեն գնումա բանը, ջոլի մեջ։ Այն, որ գերեզմաններ տանող ճանապարհ է նաև ոչ մի խոսք, սակայն այն, որ մահացածներին թաղելի սգավորների թափորը թռչկոտելով է անցնում, մի քիչ չափազանցություն թվաց։ Չափազանցություն էր թե ոչ, այս մասին քիչ ավելի ուշ։ Վերջերս թաղամասի բնակիչներից իմացանք, որ փողոցը բարեկարգվել է, ուրախալի փաստն արձանագրելու համար շտապեցինք այնտեղ։ Խնդիրը ժամանակավոր լուծում էր ստացել։ Փողոցում խիճ էր լցված, մեքենաների համար վիճակը քիչ ավելի բարվոք էր դարձել։ Ով էր նախաձեռնության հեղինակը, փորձեցինք բարձել եւ չկարողացանք։ Նախորդ տեսանյութից գիտեինք, որ քաղաքապետարանում համապատասխան ֆինանսներ դեռևս չկան սեփական միջոցներով խնդիրը լուծելու համար։ Զանգահարեցինք, կոմունալ բաժնիպետը տեղյակ չէր։ Փողոցում նկարահանումներ կատարելու ժամանակ պատահաբար հանդիպեցինք խանութ գնացող մի տղամարդու, այստեղ էլ պարզեցինք եղելությունը։ Համլետ Սարգսյանը Հայաստանում չի ապրում, հաճախ է գալիս ծեր մայրիկին տեսակցության։ Նրա հետ զրուցելիս նախկինում ունեցած չափազանցության հետքն անգամ չմնաց։ Բարեկամի թաղման արարողությանը մասնակցելու համար ժամանած Համլետը գերեզմաններ գնալու խայտառակության թարմ օրինակի մասին է պատմում, ինչից էլ եղելությունը պարզ է դառնում։ Պարզվում է ճանապարհն ու անցորդները պարտական են Խնձորուտի նույն փողոցում բնակվող Պետրոս Կրոյանին, Աստված հոգին լուսավորի։ Մահացավ ու թաղմանը մասնակցելու համար որդին Ռուսաստանից եկավ ու տեսավ, որ թաղամաս ժամանող հյուրերի մեքենաները չեն հասնի գերեզմաններ։ Անհարմար է զգացել, որ թաղմանը ընկերներ են գալու, տարբեր մարդիկ են գալու, ինքն է իր ներդրումներով չի բնաբերել տվել, տեխնիկա դրել, որպեսզի բան անեն, բայց վերջը սա էլ արդյունք չի, որովհետև սա էլ անձրևի ժամանակ է սալարիվ քշի կտանի ու ես հետո հնեն ճանապարհը վերջապես գերեզմանները բոլորի սրբատեղին է, սա գնում է գերեզմաններ ու դիակը տանելու շատ հաճախ մարդիկ թող Աստված ինձ ների, որ նույնիսկ ասում են, որ կարող է դիակը արթնանա այս փոսերից։ Թեխիջը երբ ամբողջությամբ ցիրուցան կլինի ու բետոնե սալիկներից դուրս ցցված երկաթե ձողերը կդառնան հերթական ավտովթարի պատճառը, երկար մտածել պետք չէ։ Փողոցի ընդամենը 400 մետր քարուքանդ հատվածն այդպես էլ մնում է։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Վանաձորյան օրեր։ Մենապայքարային մարզաձևերի Վանաձորի առաջնությունն ընթացքի մեջ է, Սամբո ըմբշամարտն ավարտվեց, անմիջապես հետո մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը։ Ընթացքն ու եզրափակիչ մարտերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Մենապայքարային մարզաձևերի Վանաձորի պատանիների առաջնությունները շարունակվում են։ Ազատ ոճի ըմբշամարտը հերթականն է, մասնակցում է 60 ըմբիշ, պայքարը դիտարժան է, կազմակերպիչներն արդյունքներից գոհ են, խոստումնալից մարզիկները շատ են։ Առաջնությունն ավարտվեց, պարգևատրվողները սպասում են մեդալների, հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին քաղաքապետարանի պատվոգրերով, մեդալներով եւ նվերներով։ Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնիպետ Գևորգ Մացակյանը վստահեցնում է, առաջնության հաղթողներից կկազմավորվի Վանաձորի պատանիների հավաքական թիմը, որն ապրիլի 12-ին կմասնակցի հանրապետության առաջնությանը։ Հուսով եմ մեր մարզիկները հաջող հանդես կգան, որովհետև քաղաքի առաջնությունը ցույց տվեց, որ ուրեմն պատրաստականությունը մարզիկների գտնվում է բարձր վիճակում եւ հուսով եմ, որ հաղթանակներով հետ կգան։ Ապրիլի 12-ին բռնցքամարտի պատանիների առաջնությունն է մեկնարկելու 13-ին եւ 14-ին էլ ձյուդոյինը։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Վանաձորյան օրեր։ Այս շաբաթվա համար պատրաստել էինք այսքանը, թե ինչ իրադարձություններ տեղի կունենան հաջորդ շաբաթ, ինչ խնդիրներ կբարձրացնեն վանաձորցիները, որոնք կլինեն դրանց լուծումները դիտեք հաջորդ շաբաթ նույն ժամին։ Ձեզ ուզող խնդիրներով ու առաջարկներով գրեք մեզ Վանաձորյան օրեր @mail.ru էլեկտրոնային հասցեին, իսկ ես հրաժեշտ եմ տալիս ձեզ ցտեսություն։